Ամիսների լարվածությունից հետո Երուսաղեմի հայկական համայնքում արշալույսները խաղաղ են։ Կովերի պարտեզի հայտնի գործարքի շուրջ վերջին զարգացումները չափավոր լավատեսություն են ներշնչում, խնդրի հանգուցալուծումը մոտ է։ Կովերու պարտեզ անունով հռչակավոր գալվածի վերաբերյալ գործարքը ըստ երևույթին մեկնարկը դրված է անոր լուծարման, որովհետև մենք նկատեցինք, որ երկու դարվան լրութենի հետ պատրիարքը ինչ պատճառներով, սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներու հիմամբ հավաքեց իր շուրջ բոլոր միապանները, նույնիսկ անմիապանները, որոնց հետ ինքը անձնական խնդիր ունի եւ երկար դարիները ի վեր գծարային Սուրբ Աթորեն դուրս։ Երուսաղեմի Պատրիարքության միաբանների ընդհանուր ժողովը սեպտեմբերի 24-ին մերժեց Կովերի պարտեզը վարձակալության հանձնելու նոր գործարք կնքելու հարցը։ Հայկական կալվածքի 98 տարով վարձակալության գործարքի անօրինականությունը բացահայտվելուց հետո իսրայելական ընկերությունը խնդիրը լուծելու փողզիջումային տարբերակ էր առաջարկել։ Մենք նկատեցինք հայտարարությունը, որ բավական ճիղ ուներ, երագ ուներ եւ գմիդեր սելու, որ Սուրբ Աթորը Երուսաղեմի թեմ է այս գործարքին։ Սա անսպասելի էր շատերու համար, որովհետև գիտեք նման գործարքներ գնկված են ոչ միայն այսպես խոստքի կամ միայն հողային հողադարածքի արևդուրի մոդեցումներով, այլ կան նաև քաղաքական ենթատեքստեր եւ թրտաբաժարներ։ Անշուշտ մեզի համար հստակ չէ, թե ինչ պրոցեսով առաջ պիտի գնա այս բոլորը, որովհետև կան որոշ գեդեր գործարքի մեջ, այն կողմը, որ հրաժարի գործարքեն, ստիպված է այսինչ անել, այնինչ անել, հիմա ինչ որ վերջինը հայտարարվեցավ, որ փաստաբաններու խումբը պիտի հիմնվի, պիտի կազմվի հանձնաժողովը, որում մեջ պիտի լան նաև միապան հայրեր եւ պիտի հսկեն այս աշխատանքը, որբեսի կարողանան նվազագույն վնասներով դուրս գալ։ Երուսաղեմի հայ համայնքը կտրականապես դեմ էր փողզիջումային տարբերակին, ամիսներ տևած պայքարից հետո նրանք եւս լավատես են։ Հայտարարությունը շատ թվական հայտարարություն մնա մեզի համար, մեր թվական հայցներս, քանի ընկերությունը մեզ գայբանե եւ ասելով որ մենք անտիսեմիտիզմ կքաչալերենք եւ անտի-իսրայելյան բաժաններով որ կդարանք իմացենք եւ բայմանակրի թեմենք, ուրեմն այդ հայտարարությունը մեզ համար շատ լավ դրական դարձ մնե, քանի մենք կդարաննես այդ հայտարարությունը նաեւ պիտի ներկայացնենք, ասելով որ ոչ թե միայն մենք որպես համայնք թեմենք այդ բայմանակրին, այլ նաեւ Իսրայելի հանդրության մեջ նաև բավական մեծ աստեցիկ ցաներ կան, որ հակառակ են այդ պայմանագրերով։ Դատական մեկ այլ գործընթաց էլ Երուսաղեմի քաղաքային իշխանությունների ու հայոց պատրիարքարանի միջև է։ Քաղաքային իշխանությունը ցանկանում է բռնագանձել հայոց պատրիարքարանի գույքը, պատճառաբանելով, թե հոգևոր կառույցը 94 թվականից չի վճարել տարածքի վարձակալության հարկը, մինչդեռ պատրիարքարանն ու տեղի հայերը պնդում են, պահանջն անհիմն ու անարդար է եւ դատարանում վիճարկում են գործընթացը։ Բանակցություններ դեղի կունենան, քանի դատարանը գրգած է երկու կողմերը բանակցություններում մասնակցել։ Արդյունքը պիտի հստականա դարվո վերջ, քանի դատավորը ժամկետ որոշել է, որ 2025-ի վերջն է, ուրեմն մինչ այդ մենք կսպասենք ադմիջանյալ լուծման արդյունքները։ Ճիշտ ասած, իրենք կքննարկեն, թե հասուկապեր գալվածներու վերաբերյալ հարգերը ոչ գրոնական գալվածներու, այդ արժեշել ոչ գրոնական գալվածներու համտերի հարգերը, այլ հասուկապեր գալվածներու վերաբերյալ է, ճիշտ ասած, ես քանի մենք համայնքը չի խառնված այդ հացի մեջ, ավելի մանրամասնություններ չունեմ։ Դարեր շարունակ քրիստոնեական եկեղեցիները Երուսաղեմում ազատված են եղել հարկերից, ըստ իսրայելական օրենքի հարկային պարտավորություն ունեն միայն այն հոգևոր կառույցները, որոնք առևտրային գործունեություն են ծավալում։ Պատրիարքությունը առևտրային գործունեությամբ չի զբաղվում, իսկ վարձակալության տված գույքի շահույթն էլ ուղղվում է եկեղեցապատկան գույքի պահպանման ու տպարանի դպրոցի ծախսերին։ Այդ հարգերու սենք Թամոգլյան սուրը, որ հաջող մենք կլսենք, թե Երուսաղեմի քաղաքապետարանը այսինչ համայնքին, այնինչ համայնքին տադի դված է վճարելու խնդիր կա։ Այս բոլորը քաղաքական ընդանուր համապատկերի մեջ են, բայց երբ կնկատենք, որ օրինակ վերջերս
Երուսաղեմի աթոռի ներկայացուցիչը մասնակցեցավ Իսրայելի նախագահի հետ հանդիպումին, դա ինչ կնշանակի, դա կնշանակի երկխոսության եւս մեկ առիթ, որբեսի կարողանան այդ բոլորը բարվոք ձևով լուծումի հասնել։ Իսրայելի դատարանը վերջերս անդրադարձել է հայցին կայացված վճիռը չի բավարարել Երուսաղեմի քաղաքային իշխանությունների պահանջը։ Դատարանը պարտադրել է, որ կողմերը փնտրեն հաշտության եզրեր։ Մենք մոդել գեհվենք, իդնալով որ Երուսաղեմի եւ ամեն բան կարելի է բադայի գտնա քաղաքական ջնջումը գտնա դանդեսական ջնջումը, բայց մենք մեր պայքարը բահաբանելու համար հայոց գալվածները շարունակի հագարակ որ դարբեր ուժեր կան որ մեր ցեմ գործեն, մենք պետք է շարունակենք քանի ասում հայկական ասկային եկեղեցական գալվածները, որ պետք է ամեն կնով պաշտպանենք որպես համայնք, որպես եկեղեցի եւ որպես Երուսաղեմի հայկական թաղամասի բնակիչները վերադարձել են իրենց առօրյային, սպասումով, որ տարիների պայքարը ի վերջո կպսակվի արդարությամբ։ Վոլոդիա Մուշեղյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։